Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մայիսի 25։ Արդ աղաչում եմ ձեզ, ես Տիրոջ համար կապվածս, որ այնպես գնաք, ինչպես որ կվայել է այն կոչումին, որի մեջ կանչվեցաք։ Եփեսացիս 4:1 խոսք։ Լավագույն քրիստոնյաները պետք է համբերատար լինեն միմյանց հանդեպ և տեսնեն միմյանց մեջ միայն լավագույնը, արթնացնելով առաքինություններ, այլ ոչ թե կրքեր։ Մենք մեր մեջ շատ բաներ ենք գտնում, որոնք դժվար է նույնիսկ ինքներս մեզ ներել, ուստի չպետք է չափազանց մեծ բան համարենք, եթե ուրիշների մեջ էլ գտնենք այնպիսի բաներ, որոնք դժվար է նրանց ներել կամ ընդունել։ Եվ այնուամենայնիվ, մենք պետք է ներենք նրանց այնպես, ինչպես ներում ենք ինքներս մեզ։ Առանց այս ամենի միասնությունը չի կարող պահպանվել։ Միասնության առաջին քայլը խոնարհությունն է։ Առանց դրա չեն լինի հեզություն, համբերություն և հանդուրժողականություն, իսկ առանց դրանց՝ միասնություն։ Հպարտությունն ու բարկությունը քայքայում են խաղաղությունը և բոլոր դժբախտությունների պատճառ դառնում։ Իսկ խոնարհությունն ու հեզությունը վերականգնում և պահպանում են խաղաղությունը։ Սուրբ գրքում ամենից շատ շեշտվում է այն, որ պետք է ապրել այնպես, ինչպես վայել է Քրիստոսի արքայության և փառքի կոչումին։ Խոնարհություն ասելով հասկացվում է հեզաբարո համեստությունը, որն էլ հակառակն է հպարտության։ Մենք պետք է ընթանանք հեզությամբ, հոգու այն հրաշալի հատկությամբ, որը մարդու մեջ դնում է ատելություն վիրավորել ուրիշներին և ոչ էլ հեշտությամբ վիրավորվել կամ բարկանալ։ Կա միայն մեկ Քրիստոս, ում վրա հույս են դրել բոլոր հավատացյալները, և կա մեկ երկինք, որի վրա հույս են դնում բոլորը։ Հետևաբար, նրանք պետք է լինեն մեկ մտքի։ Պողոսի նամակը կարդալով տեսնում ենք, որ Եփեսոսի եկեղեցում բոլորը կիսում էին նույն հավատքը, թե դրա նպատակի, թե հեղինակի էության և զորության վերաբերյալ։ Նրանք բոլորը հավատում էին կրոնի նույն մեծ ճշմարտություններին, և նրանք բոլորը ընդունվեցին եկեղեցու մեջ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով մեկ ջրային մկրտության միջոցով, որպես վերածննդի նշան։